Պարոն Սիմոնյան, առաջիկամ խորհրդարանական ընտրություններ են, դուք ևս առաջադրվել եք որպես վարչապետի թեկնածու, բացառում եք, որ կոալիցիա կկազմեք գործող իշխանության հետ, քանի որ դատապարտում եք նրանց քաղաքականությունը, մասնավորապես արտաքին քաղաքականությունը։ Որևէ մի առանձին անհատ իրավունք չունի առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու, իմ թեկնածությունը առաջադրել է Հայաստանի Շնորհապետական կուսակցության աշխարհաժողովը եւ որպես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քաղաքական առաջնորդ մենք բացառում ենք նախկին բոլոր իշխանությունների եւ ներկայիս իշխանությունների հետ որևէ կոալիցիան, նրանց արբանյակ եւ սպասարկող որևէ քաղաքական ուժերի հետ կոալիցիան, եթե բախտներս կբերի ժողովրդի կամոք եւ Աստծո բարեհաճությամբ Շնորհապետական կուսակցությունը կներկայացվի ազգային ժողովում եւ մեզ հետ զուգահեռ կներկայացվեն նաեւ այլ մաքուր ուժեր, ապա մաքուր ուժերի հետ հնարավորություն տեսնում ենք։ Տեսնում եք այդպիսի ուժերի Ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում ամպագորգոր հայտարարություններ անել, որտեվ ինչքան էլ մարդիկ հայտարարում են, որ իրենք մաքուր ուժ են, միևնույն է ժամանակն է ցույց տալիս իրական մնալ։ Կարապետյանն մաքուր ուժ է։ Ոչ, ես համարում եմ, որ նրանք նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են։ Կասկածներ ունեմ խիստ, որտեվ երկու սկզբունքային հարցին սկզբունքորեն չի պատասխանում։ Առաջինը չի պատասխանում, որ իր մարդու իրավունքների պաշտպան լինելու ժամանակահատվածում քաղբանտարկյալներ կային Հայաստանի Հանրապետությունում եւ լղոզում է այն հարցը, թե ում հետ կհամագործակցեք խորհրդարանում։ Մեր նման միանշանակ պատասխաններ չի հնչեցնում։